Տեսնել ավելի լուրջ։ Ուրա, Դավիթը ուրա այդ։ Ուրա Դավիթս ուրա խոսա։ Խոսա ուրա Դավիթս։ Ինչ է եղել, Աշակ։ Աշակ, դու Դավիթը իրար հետ դուրս եկավ այստեղից։ Դրանից հետո ես Դավիթին չեմ տեսել։ Ինչ է պատահել, բացատրիր։ Երեխես ուրա Հայկ։ Աշակ, խոսիր։ Ինչ է եղել Դավիթին, խոսիր Աշակ։ Հայկ։ Ոնց ասեմ, Դավիթը Հայկ։ Դավիթի սառ Եվանգել է։ Ինչ։ Բարև Աշոտ։ Բարև։ Հա, Կարլենի հետ կապված ինչ-որ բան իմացար։ Չէ, Աշոտ, ոչ մի բան։ Աշոտ, ես կարծում եմ, որ քեզ համար շատ դժվար կլինի ապացուցել, որ Կարլենը կամ Կարլենի տղաները որևէ կապ չունեն այդ երեխայի անհետացման հետ։ Ապացուցելու բան չկա։ Այդ հաստատ իրանց ձեռի գործն է, մանավանդ որ ես եմ ասել, որ Դավիթը Հայկի տղեն է։ Այսինքն ուզում ես ասել, որ միտումնավոր ես դա արել, հա? Միտումնավոր։ Կարլենը չգիտի, թե ում դեմ է դուրս եկել։ Իրան թվում էր, որ Հայկի գործը իմ ձեռից կվերցնի, ինձ էլ կթողնի ստվերում, հա? Չէ, շատ սխալվում էր։ Այսինքն այդ ամեն ինչը քո շատ լավ մտածած ծրագիրն էր, հա? Արսեն, ես ընդամենը խայծն եմ գցել, իսկ մնացածը արդեն Կարլենի ու իր շրջապատի գործն է։ Դրանից հետո ես կտամ վերջնական հարված ու մեջտեղից Կարլենին կհանեմ։ Բայց այդ ոնց, Աշոտ։ Քո կարծիքով վերևներում սիրում են, որ իրանց անունը խառնվի կեղտոտ գործերի հետ, մանավանդ երեխու առևանգման հետ։ Դրա համար մեր պատգամավոր ընկերը իր անունը մաքրելու համար ես հարցում ինչ շատ կօգնի։ Այսինքն, եթե պարզվի, որ Կարլենն է առևանգել Հայկի որդուն, մի անգամից դու մի քանի աստիճանով վերև ես բարձրանալու, հա? Հա, լավ էլ ճիշտ հասկացար։ Աշոտ, ախր ես չեմ հասկանում, ախր քեզ ինչիդ է պետք ես ամեն ինչը։ Ախր դու այնպիսի մեծ հնարավորություններ ունես, որ ինչ-որ մեկի հովանավորության կարիքը հաստատ չունես։ Հա, բայց մի մոռացի, որ ընտրությունները հեռվում չեն։ Ես պիտի փորձեմ առաջ գնալ։ Աշոտ, միայն չասես, որ ուզում ես քաղաքական դաշտ մտնես։ Չգիտեմ, ուղղակի զարմանում եմ Դավիթի առևանգումը ում էր պետք։ Չգիտեմ, ինձ համար էլ է մեծ հանելու կորմում։ Քեզ Շուշանը ասեց, հա, Դավիթի առևանգման մասին։ Չէ, Վարդանը հստեղ էր, որ Արշակերին զանգեց։ Վարդանը հստեղ է եղել։ Հա, եկել էր ինձ տեսներ։ Արման, հնարավոր է ինչ-որ բանով օգնես։ Դե, ամենը չկանեմ ես։ Իսկ պապատ կարող է ինչ-որ բանով էլի օգնի։ Դե, պապան արդեն տղերքին ասել է, որ ման գան։ Ախր Դավիթը այնքան անմեղ է, այնքան լավն է, չեմ հասկանում, թե ում մտքով կարող էր նման բան անցնել։ Ճիշտ ես, իմ ուղեղի մեջ էլ չի տեղավորվում, բայց դու հանգիստ եղի, շուտով ամեն ինչ կպարզվի, լավ։ Իսկ հնարավոր է, որ դրա մեջ Իդան էլ խառը լինի։ Իդան։ Չգիտեմ,
Կարող է ուզեցել է, որ դու հետ գնա Ֆրանսիա կամ ուրիշ բան, չգիտեմ։ Չէ, իդան զգացմունքային մարդ չի։ Համել որ ես զանգեցի ռեստորան, իդան պապայի մոտ էր։ Ու ինքն էլ շատ զարմացավ, որ այդ լուրը լսեց։ Դեպքում ով Արման։ Արշակ։ Փաստորեն քո ծանոթներից ոչ մեկի վրա չես կասկածում Դավիթի առևանգման հետ կապված։ Չէ, Վարդան ջան։ Ճիշտն ասած, մի բան մտածեցի, որ Արշակը մտածում է, որ Դավիթի առևանգման հեղինակը ես եմ։ Բայց այդպիսի բան չկա։ Հայկ իսկ կա ինչ որ մեկը շրջապատից ըտում վրա որ կասկածում ես։ Ամեն ինչ պարզ է։ Ես գիտեմ, թե ես ինչ կանեմ։ Ամելիքս շատ լավ գիտեմ ես, Հայկ։ Կարծում եմ դու մեզ կմիանաս, երբ Դավիթն ինձ հետ կլինի։ Հայկ։ Չէ, ես ոչ ոքի չեմ կասկածում։ Դե ուրեմն մնում է մի վարկած։ Չնայած բոլորին էլ ստուգելու ենք։ Վարդան ջան, ասում եմ, ավելի լավ չի լինի ոստիկանություն դիմեմ։ Արշակ ջան, չէ, լավ չի լինի։ Ինչի։ Արշակ ջան, դրա մասին հետո կխոսենք։ Հիմա ուզում եմ բացատրել, թե ինչ եմ մտածում Դավիթի անհետացման հետ կապված։ Վարդան ջան, իսկ քո կարծիքով մենք Դավիթին որտեղ կարող ենք փնտրել։ Ես մտածում եմ, որ Դավիթին առևանգողները նույն մարդիկ են, ովքեր որ Հայկի վրա մահափորձ են արել ու փորձել են վախեցնել Համլետին ու Հայկին։ Չէ, ինչ ես խոսում։ Ես նույնիսկ չեմ ուզում նման բան մտածեմ։ Չեմ ուզում մտածեմ, որ Դավիթս դրանց մոտ է։ Արշակ ջան, այս պահին դու պատրաստ եղիր ամեն ինչի մասին էլ մտածել։ Նման բան չի կարող լինել։ Հնարավոր չի։ Նրանք մինչև հիմա ոչ մի բանով ցույց չեն տվել, որ Արշակի դեմ ինչ-որ բան ունեն։ Նրանց խնդիրները իմ ու Համոյի հետ է կապված եղել։ Ճիշտ ես։ Վերջ-վերջո, ես ու Հայկն ենք։ Ես ընկերության տնօրենը։ Արշակը ոչ մտեղ չի երևում։ Իսկ չեք մտածել, որ այդ մարդիկ կարող են իմանալ, թե ով է իրականում Դավիթի հայրը։ Անժել մի հատ նայի տես է տանտերին աշխատում է, թե չէ, հետ չէ մյուսը։ Հա, աշխատում է։ Բա ուրա է, ոչ զանգում է, ոչ էլ։ Մամ ուզում ես ես զանգեմ։ Չէ, պետք չի։ Կարող է զբաղված լինի, կարող է երեխուս են գտել։ Մամ, դու շատ մի անհանգստացի։ Տեսար Մարին էլ ասես, որ Վարդանին ասել է, որ Դավիթին ման գա։ Ախ, Աստված ջան, մենակ թե այդպես լինի, մենակ թե երեխուս վնաս տված չնեն, ողջ առողջ տուն գա։ Մամ, Դավիթը լավ է, իր վնաս չեն տվել, ես դա զգում եմ։ Դու, այդ անտերը դու զանգեմ։ Պապ, ավելի լավ չի լինի, որ դու էլ իմ ու Համոյի հետ գաս Դավիթին փնտրելու։ Փողոցներում Դավիթին ման գալով ոչ մի չես հասնի։ Հա, բայց կարող է հնարավոր լինի ինչ-որ ինֆորմացիա ստանալ։ Չեմ կարծում, բայց եթե ուզում եք գնացեք։ Հայկ, ես քեզ չեմ հասկանում։ Փոխանակ մի բան մտածես։ Մի բան ձեռնարկես, նստել ես կես ժամ այդ պատին ես նայում։ Մտածում եմ կարող եմ դիմել, ում դուրը կարող եմ ծեծել Դավիթի մասին ինչ-որ մի բան իմանալու համար։ Հայկ, ես քեզ չեմ հասկանում։ Ես էլ։ Ինչ ես ուզում ասել, պապ։ Ուզում եմ ասել, եթե Վարդանի ենթադրությունները ճիշտ են ու Դավիթին գոհացել են մարդիկ, որոնք փորձել են մեզ սպանել,
Ես գիտեմ, թե ում պետք է դիմեմ տեղեկություն ստանալու համար։ Պապ, ում նկատի ունես։ Աշոտին։ Աշոտին։ Չհասկացա, քերին ինչ կապ ունի այստեղ։ Հուսով եմ, որ կապ չունի։ Բայց եթե կապ ունեցել, Պապ, դու մտածում ես, որ Աշոտի մատես ամեն ինչի մեջ խառնա, հա? Աշոտը գիտի, որ Դավիթը իմ որդին է։ Երևի խոսացել է այնտեղ, որ պետք չի։ Հայկ Աշոտը նման բան չէր անի։ Համո, դու Աշոտին լավ չգիտես։ Իսկ ես Աշոտին 10 մատից կնամ գիտեմ։ 10 մատից։ Բայց ինչի պիտի Աշոտը նման բան ուներ։ Այս էլ հենց այդ եմ ուզում պարզեմ։ Ուր պապ։ Աշոտի հետ պիտի խոսեմ։ Ես էլ եմ գալիս։ Չէ, դու գնում եք փողոցներում Դավիթին ման գաք։ Վերջ։ Պապ, բայց Վերջ Էդգար, ես Աշոտի հետ մենակ պիտի խոսեմ։ Բարի Էդգար ջան, մենք էլ գնանք։ Վարդան ջան, ինձ թվաց, որ դու ինչ-որ բան էիր ուզում ասել, բայց Հայկի մոտ չասեցիր։ Ընդամենը ուզում ես ստուգել Հայկին։ Մտածում ես, որ Հայկը խառնա երեխու առևանգման պատմության մեջ։ Միջև ստույգ չիմանամ, ոչ մի բան չեմ կարող ասել, Արշակ ջան։ Ամել Մարատեսը գալու է։ Շնորհակալ եմ քեզանց, Վարդան ջան, շնորհակալ եմ։ Շնորհակալության կարիք չկա, Արշակ ջան։ Ուրիշ բանի մասին եմ ուզում հետդ խոսել։ Ինչի։ Հիշում ես Հայկի մոտ ասեցիր, որ ուզում ենք ոստիկանություն դիմել։ Չեմ ուզում, որ այդ բանը անեք։ Հետո։ Ոստիկանությունում կարող է 1000 ու մի տեսակ հարց տան, որ ինչ Վարդան, ինչ կարող է։ Արշակ չես մտածել, որ ոստիկանները կարող են հետքի վրա դուրս գալ ու վերջի վերջո պարզել, թե ով է իրականում Դավիթը։ Չգիտեմ, Վարդան, չգիտեմ։ Ես ամեն ինչ կանեմ երեխու համար, նույնիսկ եթե նրանից բաժանվեմ, մենակ երեխուս չվնասեմ։ Մենակ Դավիթից չվնասեն, Վարդան։